Քրիստոնեությունը եկավ այն տարածքներից, որտեղ որ իր գործունեությունն էր ծավալել Քրիստոս։ Գրիգոր Լուսավորիչը նշանակվեց Հայաստանի արքիեպիսկոպոս։ Մետրապոլիտը այդ տիտղոսը իրան տվեց եւ ինքը դառավ Հայաստանի հոգևոր առաջնորդ։ Քրիստոնեության հետ միասին եկավ նաև քրիստոնեական մշակույթը։ Արևելյան Հայաստանում եւ Արևմտյան Հայաստանում եւ Արցախում, մենք գիտենք, որ կային 4-րդ դարի եկեղեցի, միջև այսօր ունենք, 5-րդ դարի դա սկիզբն էր քրիստոնեության։ Եվ մենք ավելի շուտ գիտակցեցինք, լինելով միշտ առաջատար, առաջավոր ազգ, որ քրիստոնեությունը դա հենց դա հավատքն է, որը պետք է մեր ազգին։ Հայ եկեղեցի չենք ասում ենք քրիստոնյա եկեղեցի, որովհետև նորից Հայաստանն է լինում քրիստոնեության կենտրոնը։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք հայկական լեռնաշխարհում քրիստոնեության տարածման մասին։ Մեր տաղավարում է պատմաբան Ստեփան Ստեփանյանցը։ Պարոն Ստեփանյանց, շատ ուրախ ենք այսօր ձեզ մեր տաղավարում տեսնել։ Այնպես։ Պարոն Ստեփանյանց, ինչպես քրիստոնեությունը թափանցեց հայկական լեռնաշխարհ։ Ինչ նպաստավոր պայմաններ կային, ինչ ճանապարհներով եկավ։ Պետք է ասեմ, որ քրիստոնեությունը եկավ այն տարածքներից, որտեղ որ իր գործունեությունն էր ծավալել Քրիստոս։ Դա Պաղեստինն է, այսօրվա Իսրայելի տարածքը, այսօրվա Իրաքի տարածքը, Սիրիայի տարածքը, եւ պետք է ասեմ, որ այդ տարածքները հռոմեական կայսրության տարածքներ են եղել, եւ ինչպես մենք գիտենք, հռոմեական կայսրերը հետապնդել են քրիստոնեական հավատքը եւ ճնշել են քարոզիչներին, ճնշել են տարածողներին քրիստոնեությունը։ Այնուամենայնիվ մոտ 3-րդ դարի վերջերին, քրիստոնեությունը տարածվեց մեծ տարածքներով, գրավելով Պամֆիլիան, գրավելով մեծ հայքի սահմանակից տարածքները եւ հռոմեական կայսրության արևելյան մարզերը եւ մոտեցավ Հայաստանի սահմաններին։ Մենք գիտենք, որ այդ ժամանակ Հայաստանում արշակունիներն էին, Դարդատ III-ը եւ պետք է ասել, որ շատ մտերմացավ քրիստոնեության հավատքին իր կինը Աշխենը, իր քույրը Խոսրովադուխտը, որոնք ցանկանում էին, որ քրիստոնեությունը ներխուժի նաև Հայաստան եւ ամեն ինչ անում էին, աջակցում էին։ Պետք է ասել, որ այդ ժամանակ ուրեմն առաջին հայկական, կարելի ասել հայկական տիրույթ, պետություն, ուր ներխուժեց քրիստոնեական հավատքը, դա Օսրոենն էր, Եդեսիա քաղաքով, եւ այստեղ տեղի թագավորը Աբգարը ընդունեց քրիստոնեությունը, եւ դա եղավ պատճառը, որ քրիստոնեությունը մոտեցավ Հայաստանի տարածքին։ Այստեղ է նաեւ գործել սկզբանե Գրիգոր Լուսավորիչը, որը սկզբից ստեղ եղավ եպիսկոպոս այդ տարածքներով եւ հետո եկավ Հայաստան։ Հայաստանի դա ամենամոտ քաղաքներից մեկում Կեսարիայում արդեն ձևավորվել էր մետրապոլիտությունը եւ կար քրիստոնյա մետրապոլիտ։ Ճիշտ է, այստեղ օրինական եւ պետականորեն հռոմեական կայսրությունում դեռ հաստատված չէր քրիստոնեությունը, բայց արդեն կայսրները Դիոկլետիանոսը մի քիչ թույլատրեցին ճնշումը քրիստոնեության վրա։ Եվ այստեղից ուրեմն Գրիգոր Լուսավորիչը նշանակվեց Հայաստանի արքիեպիսկոպոս։ Մետրապոլիտը այդ տիտղոսը իրան տվեց եւ ինքը դառավ Հայաստանի հոգևոր առաջնորդ եւ սկսեց տարածվել։ Պետք է ասեմ, որ
Գրիգոր Լուսավորիչի հետ եկան նաև իր մտերիմ քրիստոնյաներ, որոնք դարձան նաև եպիսկոպոսներ 12 մարզում Դերջան եւ ուրեմն Տարոն եւ մի շարք այլ մարզերում ուրեմն դրեց Լուսավորիչը ուրեմն դրեց եպիսկոպոսներ, որոնցից ամենաանվանին, որը գրեց նաև հայոց պատմությունը, դա Զենոբ Գլակն է։ Ինքը ծագումով ասորի էր, եկել էր Գրիգոր Լուսավորիչի հետ եւ դարձավ Տարոն աշխարհի ուրեմն եպիսկոպոսը։ Պետք է ասել, որ իր գրքի մեջ ինքը փայլուն ձևով նկարագրում է քրիստոնեության տարածումը եւ նաեւ դիմադրությունը, ուրեմն հետանոց, ուրեմն քրմապետների դիմադրությունը, հա, եւ նաեւ իր գործունեությունը եւ հիմնումը Սուրբ Կարապետ, հա, Մշո Սուրբ Կարապետ վանքի, որը այդ ժամանակ իր անունով կոչվեց Գլակավանք։ Եվ այդպես ուրեմն տարածվում էր քրիստոնեությունը։ Պայքարը շատ ուժեղ էր, հա, որովհետև հետանոսական հավատքը եւ առաջնորդները, քրմապետները դա ամեն ձև դիմադրում էին եւ չէին ուզում հանձնել նոր հավատքին իրենց ուրեմն այդ կրոնը։ Այնուամենայնիվ պետությունը, դարդաթը, թագավորը եւ նախարարները ամենձև աջակցեցին։ Ինչու՞, որովհետեւ եթե հետանոսությունը ուներ մի քանի աստվածներ, հա, ապա քրիստոնեությունը ուներ մեկ աստված։ Ստացվում էր մի պետություն, մի թագավոր եւ մի ուրեմն եկեղեցի, մի հավատք, մի աստված, որը ամեն ձև ուժեղացնում էր թագավորական իշխանությունը։ Այսինքն այդ որոշումը նաև դիվանագիտական որոշում էր, Տրթատի։ Այո, դիվանագիտական որոշում էր եւ նաեւ կային, ինչպես ես ասացի, պայմաններ, որովհետեւ հռոմեական կայսրություններ արդեն կարելի է ասել ընդունում էր քրիստոնեությունը որպես կրոններից մեկը, որը ստիպում էր հետանոսությանը նահանջել եւ իր տեղերը եւ իր հողերը եւ իր կալվածքները, հա, հանձնել նոր եկեղեցուն։ Այսինքն Հայաստանը ինչ վտանգի մեջ էր։ Հայաստանը միշտ եղել է վտանգի մեջ, որովհետեւ տարբեր ցեղեր կային, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա եւ պետք է ասել, որ այդ ցեղերը նահանջում էին հասկանալով, որ Հայաստանը ունի աջակցություն, ասենք, այս քրիստոնեության հետ կապված, ասենք, հռոմեական կայսրությունը կօգնի։ Եվ դրա համար, ասենք, նահանջում են, թե չէ մենք գիտենք տարբեր ցեղեր եւ թյուրքական ցեղեր էին հարձակվում Հայաստանի վրա, եւ գերմանական ցեղեր եւ գոտերն էին գալիս տեղ, եւ Ատիլան մենք գիտենք եկել էր ստեղ, ասենք, հետագայում, հա, եւ քրիստոնեությունը հավատքը հզորացնում էր պետությունը, հա, իսկ պետությունն էլ աջակցում էր քրիստոնեական հավատքին, եկեղեցուն եւ ինչպես ես ասացի, որպեսզի ինքը լինի ավելի հզոր, իրեն տալիս էր կալվածքներ, հա, եւ պետք է հիշենք, որ քրիստոնեության հետ միասին եկավ նաեւ քրիստոնեական մշակույթը, հա, կառուցվեցին գեղեցիկ եկեղեցիներ, վանքեր, մենք գիտենք, որ միշտ եկեղեցին ունեցել է 3 սիմվոլ, հա, մեկը դա Էջմիածինն է, մյուսը Սուրբ Թադեի վանքն է եւ երրորդը Սուրբ Մշո Սուրբ Կարապետն է, դա 3-ը ուրեմն երանգյունին դա պահապան էր մեր ժողովրդին Աստծո կողմից։ Այսինքն պետական կրոն ընդունելը նաև երկիրը քաղաքակրթության նոր մշակույթի եւ դպրոցներ ստեղծվեցին ծխական, հա, մենք գիտենք Հայաստանում միշտ եղել են մեծ քանակությամբ ազգային եկեղեցական կամ ծխական դպրոցներ, հա, եւ դպրոցը եղել նաեւ հիմնվեց Էջմիածնում եւ պետք է հիշենք, որ 301 թվականին հենց Տրդատի ժամանակ ուրեմն հիմք դրվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, հա, մայրավանքին եւ սկսեց կառուցվել
եւ կառուցվեցին մի մասը կառուցվեց հեթանոսական այդ մեհյանների տեղը, հա, եկեղեցիները, իսկ մյուս մասն էլ ուղղակի նոր եկեղեցիներ, նոր վանքեր կառուցվեցին։ Այս ժամանակվանից սկսվում է եւ Արևելյան Հայաստանում, եւ Արևմտյան Հայաստանում, եւ Արցախում, հա, մենք գիտենք, որ կային 4-րդ դարի եկեղեցի, միջև այսօր ունենք, հա, 5-րդ դարի դա սկիզբն էր քրիստոնեության։ Պարոն Ստեփանյան, այս հարցը այսօր շատ շարժվում է, բայց այնուամենայնիվ ինչու հենց Հայաստանին վիճակվեց լինել առաջին քրիստոնյա պետությունը։ Գիտեք, դուք ճիշտ եք, շատերը ուզում են ամեն ձև չընդգծեն, որ առաջի պետությունը Հայաստանը, հեքիաթներ են հնարում, Կոնստանտին, կայսր, չգիտեմ ինչ են ասում, որ Կիպրոսի հույներն են, Վրաստան է առաջինը, ոչ, մենք ենք ընդունել առաջինը եւ մենք ավելի շուտ գիտակցեցինք, հա, լինելով միշտ առաջատար, առաջավոր ազգ, հա, որ քրիստոնեությունը դա հենց դա հավատքն է, որը պետք է մեր ազգին եւ հասկանում ենք, որ քրիստոնեությունը կաճի եւ կդառնա համաշխարհային եկեղեցի, հա, համաշխարհային կրոն եւ դրա համար էլ ընդունեցինք առաջինը։ Մենք հասկացանք, թե ինչ է քրիստոնեությունը եւ ինչ կարող է տալ ազգին այդ ծանր ժամանակներին։ Դրա համար երևի մենք գիտակցելով այդ բանը եւ ինչպես ես ասեցի նաեւ եւ թագավորի կինը եւ թագավորի քույրը, թագավորի կինը դե գիտենք, չէ, որ օս է եղել, ասիցին է եղել, Աշխենը եւ քույրը իրենք հասկացան, որ այո, այդ եկեղեցին մեզ հարկավոր է եւ պատմությունը ցույց է տալիս, որ այո, եթե կան նաև մարդիկ, որոնք ասում էին, այ մենք պետք է մահմեդականություն հետո ընդունենք, մենք պետք է ավելի ուժեղ կլինենք, այդ քրդերն էլ ընդունեցին մահմեդականություն, ոչ պետություն ունեն, ոչ մշակույթ ունեն, շատ չնչին, հա, եւ ոչ մեկն էլ իրենց կողքի, ասենք, իրենց տիրող պետությունները չեն ուզում իրենց անկախություն տան։ Չէ, դա կապ չունի։ Չէ, մենք ուղղակի ոտնատակ կլինեինք եւ ոչ մի մշակույթ չենք ունենա, իսկ մեզ գիտեն, որպես քրիստոնյա ազգ, հա, մեր մշակույթը քրիստոնեական է, հա, մենք ունենք առանձնահատկություն քրիստոնեական, հայկական քրիստոնեական, իսկ եթե մենք ընդունեինք ուղղափառություն կամ ընդունենք, մենք այսօր չենք լինի որպես ազգ։ Պարոն Ստեփանյան, մի փոքր հետ գնալով առաջին եպիսկոպոսական աթոռները մեզ մոտ որտեղ եղան։ Առաջին եպիսկոպոսական աթոռները եղան Գրիգոր Լուսավորիչը ստեղծեց 12 կամ 13 եպիսկոպոսություն, ամենագլխավորը դա Բագրևանդն է, դա Կարինն է, դա Տարոնն է, Կապույտն է, Վանանդն է եւ մի շարք այլ։ Դե Վանանդը դա Կարսն է, Կարս։ Եվ մի շարք այլ տեղերում, 12 կամ 13։ Դրանք են առաջին եպիսկոպոսները, եպիսկոպոսությունները եւ առաջին Տարոնի եպիսկոպոս, ինչպես ես ասեցի, Զենոբ Գլակն է եղել։ Ուզում եմ մի փոքր Թադեոս Բարտողոմեոս առաքյալների մասին խոսենք, հետո նաեւ անդրադառնանք տարածմանը։ Մենք գիտենք, որ իրանք եկան Հայաստան, բայց առաջինը Օրդուենն էր, Եդեսան, Աբգար առաջի թագավորի ժամանակ, դե ըստ առասպելությանը մենք գիտենք, որ հիվանդացավ թագավորը եւ իրեն դիմեց Քրիստոսը, որ գամ քեզ բուժեմ, ինքը հրաժարվեց, հետո երբ որ այդ թագավորը ուզեց, որ Քրիստոսը գա, ինքը արդեն չէր կարող գալ եւ ուղարկեց իր երկու առաքյալներին, աշակերտներին, Բարտողոմեոսին եւ Թադեոսին։ Իրենք եկան Հայաստան, այստեղ քարոզում էին եւ առաջին անգամ ըստ առասպելությանը, հա, Հայաստանում տարածվեց քրիստոնեություն։ Մենք ունենք Սուրբ Թադե վանքը, հա, Պարսկաստանի տարածքում, որի հետ կապված է նաև Ներսես աշտարակեցու եւ Պասկևիչի այդ մի փոքր վեճը, հա, որ ինքը ուզում էր Ներսես աշտարակեցին, որ այդ վանքն էլ մտնի Հայաստանի տարածք արևելը։ Այդտեղ չէ գերեզմանը նաև։ Հա, համ գերեզմանը, համ էլ Ներսես աշտարակեցին ասում էր դա մեր եկեղեցու նշանավոր վանքն է, որը պետք է լինի հայերի
դիրապետության տակ, բայց չկարողացավ, որովհետև Պասկևիչը ասում էր, որ սահմանը պետք է արագ սկետով լինի։ Այդքան բան, հա։ Տարածման մասին խոսենք։ Տարածման մասին խոսենք։ Քրիստոնեության տարածման առաքյալների մասին խոսեցինք։ Ինչպես տարածվեց Գրիգոր Լուսավորչի մասին խոսեցինք։ Պետք է ասեմ, որ հենց այդ 4-րդ դարից մինչև 8-րդ դարը դա մութ տարիներն է, դարերն է, որովհետև հռոմեական կայսրությունը կործանվում է, իսկ ֆրանկների պետությունը դեռ չի ձևավորվել։ Նույնը պետք է ասել հայերի Հայաստանում, մենք 4-րդ դարում կործանվեց մեր պետությունը, հա, եւ մինչեւ 9-րդ դար մենք պետություն չենք ունեցել։ Ճիշտ է, հիմա ասում են, որ Հայաստանի պատմություն պետք է դասավանդվի, բայց իսկ այդ, ասենք, 500 տարի ինչ պետք է մենք չունենք պետություն։ Հետո մենք ունեինք 9-րդ դարից մինչև 11-րդ դար, հա, 11-րդ դարից մեծ հայքում նորից պետություն չենք ունեցել, մոտավորապես 800 տարի, իսկ 800 տարի ինչ ենք անելու, չենք սովորելու դպրոցում, դա էլ է հարցական։ Կիլիկյան Հայաստանը Հայաստանից դուրս է։ Դա փաստորեն դա Հայաստան չի, դա Հայաստան է, բայց Հայաստանից դուրս, Կիլիկյան Հայաստան։ Այնուամենայնիվ, ուրեմն ընդունեցին քրիստոնեություն։ Գրիգոր Լուսավորիչը, հետո իր տղեն, հետո Թոռը եկավ, Գրիգորիսը, հա, Գրիգորիսը սկսեց տարածել քրիստոնեությունը Աղվանքում, հա, եւ հետո գնաց Հյուսիսային Կովկաս։ Օրինակ կա Դաղեստանում 4-րդ դարի հայ եկեղեցի, որը հիմնել է Գրիգորիսը։ Օսերի մոտ քարոզում էր Գրիգորիսը։ Օսերը ընդունեցին քրիստոնեություն, այն ժամանակ ոչ մեկը չէր ասում դա հայկական է, ուղղափառ է, որովհետև քալկեդոնական ժողովներ դեռ չէին եղել։ Մի եկեղեցի տիեզերական, հա, որի հիմքը դրված է Հայաստանում, Հայաստանը ընդունել քրիստոնեություն։ Հետո ինչ եղավ։ Շատ դժվար է ասել, բայց մենք առանձին ինչ որ տեղեկություններ ենք ստանում, որ ասենք Բալկանների սուրբը, սլավոն ժողովուրդների, ասենք խորվատների եւ մնացածի վլասն է, Սուրբ Վլասը։ Երբ որ մենք նայում ենք ով է Սուրբ Վլասը հայ է։ Երբ որ մենք նայում ենք, որ ինքը տարածել է, ինքը ինչ է իրենից ներկայացնում, հա? Ինքը հայ է, որը Հայաստանից գնացել է եւ սկսել է քարոզել։ Մյուս կողմից ասում են ինքը չի քարոզել, ուղղակի ինքը սուրբ է։ Ոնց կարող է ինքը սուրբ լինել, եթե ինքը չի քարոզել այդ տարածքներում։ Հյուսիսային Եվրոպայում, հա, արևմտյան եւ հյուսիսային Եվրոպայում, ասենք Ֆրանսիայի հյուսիսը, Գերմանիայի հյուսիսը, Հոլանդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, այստեղ կա Սուրբ Սերվացի Մաստրիխացի, որը նորից եղել է հայ, որովհետեւ 4-րդ դարում ոչ մեկը չի ասում, որ դա ուղղափառ է եղել կամ կաթոլիկ եղել, չի բաժանվել եկեղեցին։ Այդ մարդը եղել է հայ եկեղեցու հավատացյալ։ Հայ եկեղեցի չենք ասում ենք քրիստոնյա եկեղեցի, որովհետև նորից Հայաստանն է լինում քրիստոնեության կենտրոնը։ Եթե միջև այդ եղել է, ասենք, ինչպես ես ասի, Կեսարիա, հա, բայց Կեսարիան չի եղել պետականորեն ճանաչված մետրոպոլիտը, հա։ Փաստորեն Կեսարիայից հետո գալիս է Հայաստանը։ Եվ Հայաստանը դառնում եւ քրիստոնեության կենտրոնը համաշխարհային, հա, որովհետեւ պետականորեն ստեղ է ճանաչված միայն եկեղեցի քրիստոնեություն, եւ նաեւ միսիոներական գործունեության կենտրոնը, քարոզչության կենտրոնը, հա, ուրեմն այդ Եվրոպա, ասենք մյուս կողմից մենք գիտենք, ասենք Միջին Ասիայում, հա, այնտեղ էլ կան հայկական եկեղեցի ա եղել այդ ժամանակ հիմնվել, Կիրգիզիայում իմացանք, որ կար, քարոզչական մեքենան աշխատել է շատ լավ, հա, եւ գնացել են հասել են Մերձ Վոլգայի այդ տարածքները, որտեղ այսօր Թաթարյանն է, Բաշկիրյանն է, այնտեղ էլ մենք գտնում ենք 8-րդ դարի հայ եկեղեցի, ուրեմն քարոզչությունը հասնում է նաեւ այնտեղ տարածումը։ Այսպես պետք է ավելի խորը ուսումնասիրենք հայ եկեղեցու գործունեությունը, հա, եւ պետք է, ես կարծում եմ, պետք է ստեղծել կենտրոն, հա, որը զբաղվի եւ աստվածաբանությամբ, եւ հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ, եւ մի շարք այլ բաներով, որը
նաև քրիստոնեության ուսումնասիրությունը, ոչ թե Վատիկանը իր տեղ ունի, հա, ասենք Մոսկվան իր տեղ ունի, բայց հայ եկեղեցին, որը միշտ պաշտպանել է իր ժողովրդին եւ եղել է միջև այսօր մեր ժողովրդի հետ, հա, մենք պետք է այդ գնահատականը միշտ տանք եւ մենք միշտ պետք է հիշենք մեր եկեղեցու գործունեությունը։ Կարծում եք մեծ դեր կունենա այդ կենտրոնը, այստեղ։ Հետազոտական կենտրոն կլինի, այո։ Տարբեր հետազոտական կենտրոններ ունենք, արտասահմանյան այսօր, որոնք ֆինանսավորվում են տարբեր երկրներ, Գերմանիայի կողմից կան, Ամերիկայի կողմից կան հետազոտական կենտրոններ, անալիտիկ կենտրոններ, ինչի մեր եկեղեցին չպետք է ունենա նման կենտրոն։ Ես դրա երկու ձեռքով կողմնեմ, որ մեր եկեղեցին պետք է ունենա անալիտիկ հետազոտական կենտրոն եւ նաեւ լինի եկեղեցական գիտություն։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք հայկական լեռնաշխարհում քրիստոնեության տարածման մասին։